Հարգելի գործընկերներ, դեռևս մենք մեր ասելիքը ավարտենք, հետո ձեր հարցերին սիրով կպատասխանենք։ Դեռևս դատական նիստերի ընթացքում խափամամիջոցի քննարկման ժամանակ ես հայտարարեցի, որ ծավալուն քրեական գործի նյութեր են ներկայացրել, բայց որևիցե մի փաստական տվյալ չկա, որ այդ գործը կապ ու առնչություն ունի Սամվել Կարապետյանի հետ։ Այդ գործի մեջ տարատեսակ ընկերությունների անուններ կարող եք տեսնել, տարատեսակ անձանց անուններ կարող եք տեսնել, բայց փաստական հիմք ու հիմնավորվածություն, որ խոսել այդ գործը կապ ու առնչություն ունի Սամվել Կարապետյանի հետ, դա զրոյական է։ Իրականում գործ ունենք բացարձակապես քաղաքական հետապնդման հետ եւ մի հատ շատ ակներև հանգամանք ես կցանկանամ, որ մեր հանրությունը իրազեկված լինի։ Քննչական մարմինն ի սկզբանե օրենսդրորեն նախատեսված մենակ մեղադրող մարմին չէ, քննչական մարմինը նաև անձի անմեղությունը հիմնավորող ապացույցներ ձեռք բերող կառույց է, այսինքն քննչական մարմինը պետք է ինչպես ապացույցներ ձեռք բերի մեղավորությունը հաստատող, այնպես էլ պետք է ձեռք բերի այդ անմեղությունը հերքող ապացույցներ, այսինքն օբյեկտիվ ապացույցներ պետք է ձեռք բերի։ Բայց այս քրեական գործը այն բացառիկ գործերից մեկն է, որին պաշտպանական կողմը թերևս կարողացել է պաշտոնապես հասնել նրան ու հիմնավորել ու ապացուցել, որ վարույթ իրականացնող մարմինը ձեռք է բերում բացառապես շինծու եւ մեղադրական թեկումով ապացույցներ։ Ու այն հարցադրմանը, որ օրինակ, բա այս մարդուն ինչի չեք հարցաքննել, այն մարդուն ինչի չեք հարցաքննել, մեզ տրվող պատասխանը շատ ուղիղ է ու դիպուկ։ Չենք հարցաքննել, որովհետեւ մտավախություն ունենք, որ այդ մարդը հնարավոր է իօգուտ ձեզ է ցուցմունք տալու։ Մենք ինչի անունները կտամ հենց հիմա, այդ հայտարարությունն արել է հենց քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը, որը ես իմ խորին համոզմամբ դա դուրս է վերջինիս լիազորությունների սահմաններից եւ նա նման կերպ քրեական գործ վարելու իրավասություն պարզապես չունի։ Քրեական գործով չի կարելի չհարցաքննել այն անձանց, ում մտավախություն ունեն, թե կարող է օգուտ ձեզ ցուցմունք տալ։ Դա ոնց ասեմ, հակաօրինական է, հնարավորինս փորձում ենք մեղմ եւ մեղմ արտահայտվել։ Բայց այդ հակաօրինականության կոնտեքստում, երբ որ մենք տեսնում ենք ակնհայտ անարդար դատական ակտեր, դա խոսում է միայն մի բանի մասին, որ դատարանների նկատմամբ տեղի է ունենում մեր խորին համոզմամբ անասելի ճնշումներ։ Ու իմ մոտ, իմ գործընկերների մոտ վստահ եմ նաև շատ մեծ հիասթափություն առաջացավ, երբ որ այդ անասելի մեծ ճնշումներին տուրք տվեց հենց ամենաարագը Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը, իդեմս հակակոռուպցիոն պալատի, որ այդ դատական ակտը ստորագրած դատավորների կարգապահական պատասխանատվության հարցն ենք մենք բարձրացրել, դիմել ենք էթիկայի հանձնաժողովին եւ խնդրել ենք օրինակի համար պարզել, այդ ոնց է լինում, որ մի շարք տարբեր գործերով, ընդ որում իմ գործընկերը ուսումնասիրություններ արել եւ կոնկրետ գործեր ենք մատնանշել, մի շարք տարբեր գործերով վերջիններս ամիսներ է տևում, շատ դեպքերում նաև տարի է տևում, որ որոշում են կայացնում, իսկ Սամվել Կարապետյանի գործով ընդամենը 10 քանի օրվա մեջ իրանք շատ մեծ արագությամբ որոշում կայացրեցին, որ իբրև թե առկա է հիմնավոր կասկած։ Այն դեպքում, երբ որ մենք այդ հիմնավոր կասկածի հերկմանը շատ մեծ դժվարությամբ հասել էինք մոտ 3 կամ 4 դատական այցյաններում, այսինքն 3-4 դատական այցյաններով մենք հերկել էինք, որ այդ հոդվածներով բացակայում է հիմնավոր կասկածը, բայց անասելի արագությամբ ու պրակտիկայում երբևէ չհանդիպած դեպքով Վճռաբեկ դատարանը իմ խորին համոզմամբ խորը ճնշումների տակ, իսկ ճնշում են սովորաբար նրանց, ովքեր ճնշվող են, էլի, չճնշվող մարդուն երբեք չեն կարա ճնշեն, ու իմ հիասթափությունը հենց կայանում է նրանով, որ Վճռաբեկ դատարանում իրոք այնպիսիներն էին, որոնց ամենահեշտը ճնշեցին։ Եվ ունեցան շատ մեծ արագությամբ դատական ակտեր, ժողովուրդ իրոք խայտառակ ապօրինությունների հետ գործ ունեն։ Օրինակ մեր հանրությունը այս ամեն ինչը լսելիս կարող է ասել, դե հա ինչ անենք, մեկը այդ իմ հետ չի կատարվում։ Իդեպ այդպես մի հատ շատ հետաքրքիր ներկայացում Վարդան Պետրոսյանն ունի, բոլորին խորհուրդ կտամ այս կոնտեքստում այդ ներկայացումը նայեն, բայց ախր այս ամեն ինչը շատ ուղղակի կապ ունի բոլորիս հետ։ Այդ թվում ստեղ նստած անձանց հետ։ Հիմա պարզաբան եմ ինչի։ Եթե օրինակ
միջազգային մասշտաբի մի հատ ինչ-որ խոշոր ներդրում իրականացնող անձ իր գլխի մեջ փորձում է մտածի, պլանավորի, Հայաստանում մեծ ներդրումներ իրականացնի, նմանատիպ դրսևորումներ տեսնելով, նման ապօրինություններ տեսնելով, հեծի նկատմամբ նման ոչ իրավաչափ գործողություններ տեսնելու արդյունքում հնարավոր չի պատկերացնել որևէ խելամիտ ու բանական բիզնեսմեն, ընդ որում այդ բիզնեսմենները միշտ լինում են շատ խելամիտ ու շատ բանական ու շատ հաշվարկած բացառում է գալ են հետևության, որ մեր երկրում կան են խոշոր ներդրումներ, իսկ եթե խոշոր ներդրումներ մեր երկրում չիրականացնեն, դա հենց այ բոլորիս է վերաբերում, դա բոլորիս խնդիրն է, եւ մենք պետքա բոլորով պայքարենք մեր երկրում տիրող այ նմանատիպ ապօրինությունների համար, քանի որ դրանք հենց ուղղակիորեն նաեւ վերաբերում են հենց մեզ։ Չգիտեմ, երկար է հնարավոր խոսել այս գործով տիրող անօրինականությունների մասին, բայց չծանրաբեռնեմ ձեր ժամանակը, խոսքս փոխանցեմ իմ գործընկեր։ Ձեր հարցերին հետո որ անպայման պատասխան։ Տեսեք, ես կոչի դրվագին եմ փորձում երկու խոսքով անդրադառնալ։